Սրբազան անդրադառնանք ԿՊ-ի նախընտրական ցուցակի 10-րդ կետին, որով առաջարկում են, որ ընտրություններից հետո, երբ իրենք ունենան բավարար քվեներ, պետք է այսպես ասած հանգստի կոչեն եկեղեցու փաստացի պետին եւ կաթողիկոսի նոր ընտրություններ նշանակեն։ Ուրեմն նախընտրական ծրագրում այդպիսի թեզ ամրագրելը դժվարանում եմ գիտեք մեղմ գնահատական գտնել, բայց ամենամեղմը թերևս այն է, որ ինքը հակասահմանադրական, հակաօրինական դրույթ է։ Երկրի որևէ իշխանություն նման գործառույթներով օժտված չէ։ Բայց մխիթարականը գիտեք ինչ է։ Ուրեմն օրինակ 21 թվականի նախընտրական ծրագրում տեղ գտած բոլոր դրույթները մեծ մասամբ չեն իրագործվել։ Ուրեմն այն, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախընտրական ծրագրում այդպիսի դրույթ է ընդգրկել, դա ինքնին խոսում է այն մասին, որ ինչպես նախընթաց ծրագրում ընդգրկված թեզերը չեն իրագործվել, նույնը եւ սա չեն կարող իրագործել, որովհետեւ նախ եւ առաջ սա բացարձակապես իրենց լիազորությունների տիրույթում չէ, եւ երկրորդը իրենք նման ռեսուրս չունեն այդպիսի խնդիր լուծելու, կարգավորելու։ Դա բացառապես եկեղեցական, ներեկեղեցական հարց է եւ ներեկեղեցական խնդիր է։ Արշակ Սրբազան, Եվ ներողություն եմ խնդրում։ Ես հրա մեջ ուրիշ ուղերձել եմ տեսնում։ Մարդիկ կարծեք թե ուղիղ տեքստով ասում են նրանք ովքեր եկեղեցու հետևորդներ են, նրանք ովքեր որ եկեղեցու դավանորդներ են, մեզ մի ընտրեք։ Սա ինձ թվում է այս ուղերձն է եւ տարական մտածելու ունակությունը մարդկանց պետքա զերծ պահեր այդպիսի դրույթ իրենց նախընտրական ծրագրում ընդգրկելուց։ Որևէ մեկը չի կարող ասել, որ ես հայ եկեղեցու հետևորդ եմ եւ այդ մասին բարձրաձայնել եւ գնալ ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հաշվի առնելով, որ այդ կուսակցության նախընտրական ծրագրում այդպիսի դրույթ է նախատեսված։ Մի հանգամանք էլ կա Սրբազան, օրինակ շատերը չեն, որ կարդում են առհասարակ այդ ծրագրերը, բայց շատ կան մարդիկ, ովքեր նախընտրում են քաղաքացիական պայմանագրին, բայց դեմ են եկեղեցու դեմ իրենց գործելավոճին։ Այսինքն չեն կարդալու, չեն ծանոթանալու, բայց ձայն են տալու, ստացվում է, որ Հիմա տեսեք, այո, այդպիսի վիճակ կար եւ չի բացառվում նորից կլինի, մարդիկ կլինեն, որ նորից ուրեմն բարեմտությամբ հավատալով այն թեզին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եկեղեցասեր է, կշարունակեն ԿՊ-ին ձայն տալ։ Բայց այս դրույթը իրենց նախընտրական ծրագրում զետեղելու, այս ուրեմն միֆնել են ցրում, այս պատրանքնել են ցրում։ Մարդիկ շատ ուղիղ տեքստով ասում են, որ մենք պետք է միջամուխ լինենք եկեղեցու ներքին գործերին։ Դա մեր առաջնահերթությունն է։ Ուրեմն մարդիկ Արցախայության հետ կապված խնդիրներին միջամուխ չեն լինում, կորսված եկեղեցիների վերադարձման, պահպանության խնդիրներին միջամուխ չեն լինում, Սփյուռքում բազմաթիվ խնդիրներ կան, ինքը ուղիղ տեքստով ասում է, որ Սփյուռքին ինձ վրա հույս մի դրեք, բայց եկեղեցու ներսում տեղի ունեցած գործընթացներին իրանք այսպես առանց վարանելու փորձում են միջամուխ լինել։ Սա ինչի մասն է խոսում։